1832-ից 1837 թվականներին Սևղուլն օգտագործվել է ռուսական զորական ուժի այնուհետ խորհրդային բանակի կողմից։ Ավելի ուշ այն հանձնվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։ 2005 թվականին իմ եղբայրը դիմեց պաշտպանության նախարարության, խնդրելով այդ շինությունը հատկացնել իրեն որպես սեփականություն, որը ինքը ուզում էր վերակառուցել որպես պատմամշակութային համալիր, որը կլիներ բավականին մեծ գործառույթներ ունեցող պատմամշակութային համալիր, որը կլիներ Գյումրու զբոսաշրջության լավագույն հանգրվաններից մեկը։ Պաշտպանության նախարարությունը ըմբռնումով է մոտեցել։ Անմխիթար վիճակում գտնվող շինությունը որպես սեփականություն օտարվել եւ հանձնվել է Հայկ Հայրապետյանին։ Իրականացվել են մաքրման, վերակառուցման, ռեստավրացիոն քարային աշխատանքները, սակայն Հայկ Հայրապետյանը ծանր հիվանդացել եւ մահացել է։ Գործընթացը կանգի առել, սկսված աշխատանքները մնացել են անավարտ։ Արդեն 5 տարի է նոր աշխատանքներ չեն կատարվում։ Ես անընդհատ դիմել եմ ամենատարբեր մարդկանց, ամենատարբեր կազմակերպությունների, անհատների, ձեռներեցիների խնդրելով, առաջարկելով օգտագործել այս կառույցը։ Միակ մարդը, որը սիրով արձագանքեց իմ առաջարկին, ուրեմն Պալասանյան Միսակներ, որին ես բացատրեցի, թե ինչ էր ցանկանում կառուցել իր եղբայրը, եւ նա մեծ ողջավորությամբ ինքն էլ մտադրվել է այս կառույցը շարունակել։ Փորձելու ենք ստեղծել այցելուների համար հանգստանալու եւ ինչ-որ ժամանակ անցկացնելու համար հարմար միջավայր, այսպես ասեմ, բայց բնական է, որ միայն Սևղուլով Գյումրին տուրիզմի կենտրոն չի դառնա, դրա համար մենք արդեն սկսել ենք առաջատար տուրիստական գործակալությունների հետ բանակցել, որպեսզի նրանք հետագայում պարզ է Սևղուլը մտցնեն էքսկուրսիոն ծրագրերի մեջ։ Ներկայացված նախագիծը գրեթե անփոփոխ է մնալու։ Ինչպես նախատեսված է, պետք է լինի ամֆիթատրոն, որտեղ անց են կացվելու միջոցառումներ, միջազգային փառատոներ, լինելու է պատկերասրահ, թանգարան, որտեղ նախատեսվում է ցուցադրել Գյումրու համար պատմական մեծ արժեք ունեցող գտածոներ։ Համալիրում կլինի նաև հյուրանոցային հատված 17 սենյակներից բաղկացած, ինչպես նաև տարբեր ժողովուրդների խոհանոցը ներկայացնող ռեստորանային մաս։ Առաջնահերթ ծրագիր է տրված անցկացնել ընդհանուր Գյումրի քաղաքի համար տուրիզմի մարքեթինգ, լուրջ մասնագետներ են ներգրավելու, որպեսզի ընդհանուր փորձենք Գյումրին ճիշտ մատուցել ոչ միայն հայերին, այլ արտերկրյա տուրիստական գործակալություններին, որոնք դեպի Հայաստան տուրիստական հոսքեր են ուղարկում, նրանց մենք պետք է կարողանանք ճիշտ մատուցել Գյումրի քաղաքը, որովհետև մենք շատ հետաքրքիր, շատ դիտաժան վայրեր ունենք եւ Գյումրին իրականում արժի այցելել եւ մենք ուղղակի պետք է հավաստիացնենք դրանում այցելուներին եւ Սևղուլը իմ կարծիքով շատ մեծ նպաստ կունենա այդ գործում։ Չնայած ծրագիրը վերջնական հաստատված չէ, սակայն դրա իրականացման համար մոտավոր հաշվարկներով $2.5 միլիոն կպահանջվի։ Գործընթացը պետք է ավարտին հասցվի 3 տարվա ընթացքում։ Աշխատանքները 1 ամիս է ինչ մեկնարկել են։ Նախատեսվում է նաև շրջակա տարածքի բարեկարգում իրականացնել։ Եթե գտնվեն ներդրողներ, ավելի լավ կհամագործակցենք, միասնական նախագիծ կսարքենք Գյումրի քաղաքի համար մի նվեր կլինի, սա գյումրեցիների կողմից շատ մեծ նվեր։ Եթե ներդրողների հետ ընդհանուր հայտարարի չգանք, ապա պետք է ներգրավեն վարկային միջոցներ, արդեն մի քանի բանկերի հետ նախնական բանակցություններ սկսել ենք։ Ցայք հեռուստաընկերություն, Ազդարար։